Մի քանի անգամ եւս բարձրաձայնել եք ձեր պահանջը, որ դուք եք ցանկանում, որպեսզի ձեր բանակում ծառայող տղաները օգտվեն այն օրենքից, որը արդեն կա, այն է 1.5 տարի ծառայել բանակում, որևէ փոփոխություն եղել է այս հարցով ձեր բարձրացրած եւ այսօր ինչ եք պատրաստվում անել, ում հետ եք հանդիպելու։ Նախ շնորհակալություն ուշադրության համար, անկեղծ ասած շատ երկար ժամանակ է պայքարը գնում է, երևի տեղյակ եք, բայց որևէ շարժում, որևէ արդյունք չենք տեսել այս ընթացքում, չկա դուր, որ թակած չլինենք, պաշտպանության նախարարություն, անգամ հանդիպում ենք ունեցել հենց անձամբ վարչապետի հետ, բոլորը ընդհանրապես մեզ խոստումներ են տալիսին, բայց որևէ արդյունք չենք տեսնում։ Կապված մյուս հարցերի հետ ավելի արագ են արձագանքում, ինչպես արդեն տեսանք այն վարորդները, ովքեր ունեին խնդիր խմացության պատճառով զրկված են երկար ժամանակ վարորդական իրավունքից, շների հետ կապված, բայց այն գերագույն մեր երկրի անվտանգությունը պաշտպանող մեր որդիների հետ կապված այս հարցին որևէ լուծում չի տրվում։ Դուք ինչով եք բացատրում, որ ինչպես նշում եք խմացության պատճառով վարորդականից զրկված վարորդների հարցը լուծվում է, իսկ ձեր պահանջը, որ պահանջում եք 1.5 տարի դարձնել զինծառայությունը ձեր որդիների, որևէ տեղաշարժ այդ պահի չկա։ Ես կարծում եմ ավելի շատ կապված է հարցը մեր համեստ լինելու եւ ավելի ինչ ասում են մեզ, մենք ոնց որ կոպիտ ասած լսում ենք ու հարմարվում ենք։ Երևի պետք է ավելի մարտական տրամադրվենք եւ ավելի, չգիտեմ, այս հարցին այլ կերպ լուծում տանք, չգիտեմ ինչ անել, որ գոնե մեզ ուշադրության արժանացնեն։ Միանշանակ չընդունվեց ըստ էության ձեր պահանջը, ասում են, դե եթե զորակոչվել են այն ժամանակ, երբ որ պետք է 2 տարի ծառայեն, ապա ինչու դուք եւս պահանջում եք, որպեսզի ձեր որդիները ժամանակի շուտ ժամկետային ծառայությունն ավարտեն։ Այստեղ խնդիրը արդարության ու հավասարության մեջ է։ Մենք բազմիցս ենք շեշտել եւ նշել, թե որն է մեր պայքարի իմաստը։ Շատ անգամ ենք ասել, որ լավ, եթե չեք կարողանում կամ օրենքը չեք կարողանում փոփոխել, այլ ընտրանքային տարբերակ առաջարկել, գոնե մեղմացնել այդ անարդարության զգացողությունը։ Բազմիցս շեշտել ենք, մեր ծնողները բազմիցս խոսել են այս թեմայի շուրջ եւ ներկայացրել են մեր պահանջը, որ նույն դասարանում, նույն դասարանն ավարտած, նույն սեղանի շուրջ նստած աշակերտները գնում են բանակ, նույն համազգեստն են հագնում, նույն ամեն ինչը նույնն է, բայց այդ անարդարության զգացողությունը միևնույն է պատտվելու է ու մնում է։ Լավ, եթե չեն կարողանում կրճատել, գոնե առաջարկեինք, մենք առաջարկում ենք, այսինքն արձակուրդի հետ կապված այդ մի փոքր ավելի շատացնեին արձակուրդները, ամիսը մի 10 օրով էսպես, բայց ոչ մի արձագանք։ Հիմա հստակ կհնչեցնեք ձեր պահանջը։ Հստակ մեր պահանջը, արդեն անկեղծ ասած, այն որ ասում են ես էլ չեմ պատկերացնում կլինի թե ոչ, շատ անգամ ասում են հեսա միևնույն է վերադառնում են ձեր տղաները ինչու եք շարունակում պայքարը, բայց քանի որ սկսել ենք, ուզում էինք գոնե ինչ որ մի կերպ հասնել որևէ հարցի լուծման։ Վերաբերվում, որ ձեր որդիները քիչ ծառայեն ու որ թվականի մասին է խոսքը, որ հիմա զինծառայություն։ Սանինգի երկրորդ պրիզվի մասին է խոսքը, որ բոլորին նույն դասանի մեկը գնացել է տարի ու կես, մեկը գնացել է 2 տարի, որ բոլորին հավասար լինի։ Իրանցից ուշ գնացողներն իրանցից շուտ են գալու։ Այդ ենք մենք խնդրում, որ հավասարություն լինի։ Այսքանը։ Պետական կառույցների պաշտպանության նախարարությանը դիմել եք եւ ինչ են պատասխանել ձեր այս հարցին։ Ոչ մի բան դեռ։ Ասել են հարցին լուծում կտանք, դեռ ոչ մի լուծում չկա։ Ո՞վ է նման խոստում տվել։ Չգիտեմ։